Բարև ձեզ։ Քանի որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչը կատարված է, առաջարկում եմ իմ հետ միասին տեղափոխվենք իմ հրաշքների մոգական ռեստորանը։ Առաջին օրվանից ամեն անգամ մեր սիրելի հաղորդավարները ինձ ասում են մեզ էլ կներգրավեք իմ համարների մեջ։ Դրա համար ձեր ծափահարությունների ներքո ուզում եմ Գոհարին եւ Զիրոյանին իմ մոտ հրավիրեմ։ Բարև ձեզ։ Կանցնեք այն Բարև ձեզ, բարև ձեզ։ Կանցնեք այն աթոռներին նստեք։ Բեմից հետևել։ Դուք այսօրվա մեր ռեստորանի ղեկավարությունն եք։ Որպեսզի հաճախորդներ ներգրավենք, պետք է մի քիչ զարմացնենք։ Այս խաղակարտերը ուզում եմ դնեմ այստեղ, ու սկսենք միանգամից շատ արագ մի պարզ ֆոկուսից։ Եկեք պատկերացնենք, որ օդից բռնում եմ անտեսանելի խաղակարտեր։ Տեսնում եք իրանց։ Ահա։ Ասենք թե այո։ Վերցրեք, խառնեք։ Մի վարքյան տուփից անեք, նոր խառնեք, հա։ Գոհար ջան, որ խնդրեմ։ Տուփից անեք ու սկսեք խառնել։ Քանի իրանք անտեսանելի են, աճպարների նման սենց սիրունել կարող եք խառնել։ Շատ լավ։ Խաղակարտերը սենց կբալ։ Լավ, միա ծափարեք նոր շորն։ Ես սենց չեմ կարում խառնեմ։ Խաղակարտերը բացեմ, միա ուղղակի խաղակարտ կընտրեք։ Բարձր պայեք բոլորին ցույց տվեք։ Մի նայ, դու մի նայ, բայց։ Դե եկեք ես չեմ նայեմ, բայց միասին տեսեք, որոշեք թե սա ինչ խաղակարտ է։ Ասեք ինչ խաղակարտ է, բարձրաձայն։ Ինձ թվում է սրտի 3։ Սրտի 3, բոլորին ցույց տվեք սրտի 3-ը։ Բոլորը տեսնում եք սրտի 3-ը։ Սրտի 3-ը անտեսանելի շրջեք։ Ու դրեք այս խաղակարտերի մեջ։ Դնեմ տուփի ներսում ու ասեմ ինչ է կատարվել։ Իմ մոտ ունեմ անտեսանելի խաղակարտեր, որտեղ մենակ ձեր տեսած սրտի 3-ը անտեսանելի վերցեր շրջել ենք։ Բնականաբար իմ մոտ ոչ մի բան չկար։ Բայց այս խաղակարտերը նախորոք այստեղ դրված էր։ Ու այս խաղակարտերի մեջ ես նախորոք իրականում միայն մեկ քարտ վերցրել շրջել դրել եմ։ Դուք կարող եք ցանկացած խաղակարտ ասեիք։ Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Այստեղ ոնց ասեցի։ Նախորոք միայն մեկ քարտ շրջած է։ Մի հատ է բարձրաձայն ասեք ինչ խաղակարտ եք որոշել ասել։ Լավ էլի, Գագիկ։ Սրտի 3։ Իսկ եթե սա սրտի 3-ն է, հնչում են ձեր բարձր ծափահարությունները։ Դե լավ, դե լավ։ Աչքից լավ չի խառնել։ Բայց ամեն դեպքում մեր ռեստորանի հաճախորդներ պետք է ընտրենք։ Մինչև դա եկեք սեղանը գցենք։ Առաջին ուտելիքը վերցնեմ, Զիրոյան, որ սեղանին եմ դնում։ Մեջտեղի երկրորդ։ Երկրորդ։ Ես բերեմ ու դնեմ այս երկրորդ սեղանին։ Շատ լավ։ Եվս մեկ ուտելիք, որտեղ եմ դնում։ Էլի ես։ Այո։ Առաջինը սեղանը։ Դրեցի առաջինը։ Ու բնականաբար այս վերջին ուտելիքը գալիս է երրորդ սեղանին։ Դե լոգիկայով է։ Մեզ բայց նաև պետք է մեր հաճախորդները այսօրվա։ Ահա։ Ձեզ բոլորին ծրարներ ա տրվել։ Որոշների վրա համարակալած է, որոշներինը չէ։ Մեկից 100 համարակալած է, 100 հոգունը։ Ծափարեք, եթե ձեր մոտ համարակալած է։ Շատ լավ։ Այստեղ ես պատրաստել եմ լոտոյի թվեր։ Ուզում եմ ձեր ձեռքը մտցրեք, խառնեք, համոզվեք, որ բոլորը տարբեր են։ Հասկացա։ Մի րոպե մի հատ նայեմ։ Հա, տարբեր է։ Բոլորը տարբեր են։ Բոլորը տարբեր են։ Մի 3 հոգի մեզ պետք է լիներ մեր ռեստորանի համար։ Մի քիչ խառնեք, որ նպատակական ուղղակի առանց նայելու հանեմ։ Լավ, ոչինչ։ Տեսեք ինչ տիվա ու հենց այդ տվի։ Վերցրեք։ Հիմա ոնց կարդամ, 99 թե 66։ Ոնց ուզեք։ Ասա, գոք չեմ։ Ձեր ցանկությամբ։ Ես 6-ը չեմ սիրում։ 99։ 99 ու մոտ 99 թվով ծրարը։ Համար 99, աչքաշի կանգնի։ Ուղղակի քո տեղը կանգնի, հեսա կկանչեմ։ Եվս մեկ հատ։ 61։ 61 ու մոտ 61-ը։ Ահա։ Համեց ձեր տեղը կանգնեք, շուտով կկանչենք։ Ու եւս մեկ հատ։ 75։ 75 Կա 75։ կկանգնեք։ Շատ լավ է։ Հիմա 3-ով այս բարձր ծափահարությունների ներքո կգաք ինձ օգնելու։ Համեցեք այստեղ 3-ով կանգնեք։ Շատ լավ։ Անդրե, այստեղ ունեմ 3 հատ ծրար։ Կապույտ ծրարում եմ տալիս։ Սա քեզ։ Վիկտորիա, դեղին ում եմ տալիս։ Սա ձեզ ու բնականաբար սա ձեզ։ Պարոն Գյուլիմյան, դուք հնարավորություն ունեք փոխելու։ Դեղին, կապույտ, կանաչ, ինչ որ փոխում եք, թե չէ։
Փոխում եք, թե թողում եք նույն ձև։ Թողում եք նույն ձև։ Գոհար։ Այո։ Դեղին ծրարով տղամարդը որտեղ է նստում, առաջին, երկրորդ թե երրորդ սեղանին։ Ասենք երրորդ։ Կնստեք երրորդ սեղանին։ Կանաչը։ 1։ Կնստեք առաջին սեղանի շուրջ։ Ու բնականաբար քոնը մնում է երկրորդ։ Հիմա ասեմ ինչ է կատարվել։ Սկզբում 3 հատ ուտելիք տարբեր սեղաններով բաշխել ենք։ Հետո այդ ծրարները դուք որոշել եք ով ում տանք։ Հետո որոշել եք ով որտեղ նստի։ Այդ ծրարները կբացեք, թուղթը հանեք, բայց դեռ մի բացեք 3-ով։ Դեղին, կապույտ ու կանաչ ծրարները բացեք, թուղթը հանեք։ Ու եկեք սկսենք ձեզնից։ Ձեր անունը բարձրաձայն ասեք։ Ժաննա։ Այստեղ գտնվում է մի հատ թուղթ, որտեղ գրված է. Դուք նստած եք առաջին սեղանի շուրջ, ու դուք նստած եք առաջին սեղանի շուրջ, եւ ձեր առաջ գտնվում է պիցա։ Իսկ այստեղ գտնվում է հենց պիցա։ Անունը բարձրաձայն։ Անդրի, բարձր կարաս կարդաս, լավ, արի ես այսեն շրջեմ։ Անդրի, դուք նստած եք երկրորդ սեղանի շուրջ, եւ ձեր առաջ գտնվում է աղցան։ Բացեք, տեսեք, եթե սա աղցանը Անդրեին մի հատ բարձր ծափահարենք։ Այն էլ մայրաքաղաքային։ Եվ վերջում դուք բացեք, դուք եք բոլոր որոշումները կատարել։ Դուք նստած եք երրորդ սեղանի շուրջ ու ձեր առաջ գտնում է սուշի, մենք իդեալական ընտրեցինք, ձեզ բացեք։ Ու բնականաբար դուք նստած եք երրորդ սեղանի շուրջ ու ձեր առաջ գտնում է սուշի։ Բրավո։ Շնորհակալություն, ուզում եմ դուք երկուսով հիմա կանգնեք։ Անցնեք ձեր տեղը։ Շնորհակալություն։ Ժանա ջան, դուք եք կանգնեք։ Բոլորիդ մոտ սպիտակ ծրարներ ա տրվել։ Դուք էլ ունեք, չէ՞։ Ուզում եմ այդ սպիտակ ծրարները բոլորով ճղեք։ Ներսի պարունակությունը բարձրաց։ Բոլորիդ մոտ հանեք։ Այնտեղ նեոնային լույս ա։ Ուզում եմ բարձրեք, ջարդեք, բարձրացրեք վերև։ Բոլորի մոտ տեսեք, որ կարմիր լույս ա, լույսերը խնդրեմ մի քիչ անջատեք հանդիսատեսի մոտ։ Բոլորի մոտ այստեղ կարմիր լույսեր են։ Մի քիչ հաշարժեք, որ միանա։ Լավ, ամեն դեպքում բոլորիդ մոտ կարմիր ա։ Ժանա ջան, կգաք այստեղ։ Բոլորի մոտ այստեղ կարմիր գույնի թևնոցներ են, լույսեր են։ Ուզում եմ բացեք, տեսեք ձեր մոտ ինչ գույնի լույս ա։ Ջարդեք, լույսերը մի քիչ իջացրեք, մտածրեք, բոլորով այդ կարմիր լույսերն էլ եկեք հան, Ժանա ջան, չնայած կարմիր լույսերը հիմա լավ չի երևում, բարձրացրեք, ես ուզում եմ, որ տեսնեք, եթե մի օր ձեր կյանքում ուղիղ նայեք ու բոլորը կարմիր լույսեր լինեն, հիշեք, որ ձեր կյանքի կանաչ լույսը ձեր ձեռքում ա, բարձրացրեք վերև, ու եթե ամեն ինչ կարմիր է այստեղ, երբեմն պետք է կյանքին նայենք մի քիչ այլ ուղղությամբ ու ձեր ծափահարությունների ներքո։ Ժաննա, իմ սեր, անցանք իրար հետ մի փոքր պատմություն, ունեցանք հեշտ, թեթև օրեր, ծանր օրեր, ուրախ տխուր, բայց ամեն օրում ես հասկացա, որ ուզում եմ տեսնեմ քեզ իմ կողքին։ Դու պատրաստ ես լինել իմ կինը։ Այո։ Բրավո։ Ուշադրության համար։ Գագիկ Դանելյան։ Նրա հետ
երազանքները իրականանում են հենց այս բեմում։ Գագիկ Դանելյան։